Լինում է չի լինում մի աղքատ ջաղացման, մի պարաված քուր քաքին, մի ալրոտ փոստալ գլխին, ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կլոր պանիր։ Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա։ Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում բաղարջը չկա։ Էս ով կլինի, ով չի լինի։ Մտածում ու ջաղացի շեմքում թագարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել։ Գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը։ Հա, կաց, հիմի, ես քեզ պանիր ցույց կտամ, ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։ Աղվեսը աղաչանք բաղատանքի անում։ Ինձ մի սպանի, ասում է, մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես, կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ։ Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։ Ես աղվեսը գնում է էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալիս ման, մի ոսկի է գտնում, վազ է տալիս թագավորի մոտ, թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք։ Չախ-չախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ բերենք, չախ-չախ թագավորն ով է, զարմացած հարցնում է թագավորը։ Դու դեռ չես ճանաչում, պատասխանում է աղվեսը։ Չախ-չախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ, կոտը տուր տանենք, ոսկին չափենք, հետո կճանաչես։ Կոտն առնում է տանում աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում տալիս։ Ով, ասում է, զոռով չափեցինք։ Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել, մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում։ Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե չախ-չախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի, ձեր կոտը տվեք չափենք կբերենք։ Կուտն առնում է տանում, մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլի էդ իրիկունը ետ բերում։ Ով, ասում է, մեռանք մինչև չափեցինք։ Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։ Մնում է զարմացած, թե էս չախ-չախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին ակն ու մարգարիտը կոտով չափում։ Անց է կենում մի քանի օր, մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե չախ-չախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։ Թագավորն ուրախանում է, աշխարհով մին է լինում։ Դե գնացեք, ասում է, շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։ Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։ Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե հապա թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք։ Վայ, քու տունը քանդվի, այ աղվես, էդ ինչ ես արել, ասում է վախեցած ջաղացպանը։ Ես ով, թագավորի աղջիկը հող, ով։ Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռքշոր չունեմ։ Հիմի ես ինչ անեմ, դու մի վախենա, ես ամեն բան կանեմ, հանգիստ է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ, վազելով ընկնում է պալատը, հայ, հարայ, չախ թագավորը մեծ հանդեսով գալիս է, որ պսակվի, ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան, ինքը ազատեց փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել, ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի։ Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին,
հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։ Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում, ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգին, շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ, այսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպան, շշկլած բերանը բաց, մին 4 կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։ Էս ինչու չտեսին ման դես ու դեն է նայում, աղվես ախպեր, հարցնում է թագավորը, կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած, չէ դրանից չէ, պատասխանում է աղվեսը, նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտեղ, նստածի են ճաշի, տեսակ կերակուրներ են բերում, ջաղացպանը չի իմանում, որին ձեռք տա կամ ինչպես ուտի։ Ինչու չի ուտում, աղվես ախպեր, հարցնում է թագավորը, գալու ժամանակ ճամփին, որ կողոպտեցին նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և վերջապես ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար, ինչպես հաց ուտի, պատասխանում է աղվեսը հառաչելով, բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհքն է էդպես էլ կպատահի, խնդրում է թագավորը, այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք, ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի 7 նոր 7 գիշեր հարսանիք անում, աղվեսն էլ դառնում է քավոր, հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում, չախչախ թագավորի հետ, կացեք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք, ասում է քավոր աղվեսն ու վազ տալի։ Վազ է տալի, վազ տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում։ Էս ումն է, ասում են Շահ Մարինը, բա Շահ Մարի անունը էլ չտակ, թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է, ով նրա անունը տվավ, գլուխը կտրել կտա, որ հարցնի, թե ումն է, ասեք չախչախ թագավորինը, թե չէ վայն եկել է ձեզ տարել, վազ է տալի, վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել են, էս ումն է Շահ Մարինը, հովիվներն էլ նույնն է պատվիրում, վազ է տալի, վազ, տեսնում է ընդարձակ աշտեր, հնձվորները միջին հնձում են, էս ումն է Շահ Մարինը, հնձվորներն էլ նույնն են պատվիրում, վազ է տալի, վազ, տեսնում է անվերջ խոթարքերներ, էս ումն է Շահ Մարինը, հողագործներն էլ նույնն է ասում է Շահ Մարիի պալատին, Շահ Մար, աշահ Մար, գոռում է հեռվից վազելով, քո տունը չքանդվի, միամիտ նստել ես, թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած չունեցած տել թագավորական գրի, մի անգամ վրա անի, ունեցած չունեցած տել թագավորական գրի, մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել, էն աղուհացը դեռ չեմ մոռացել, վազեցի, եկա որ քեզ իմացնեմ, շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել, ինչ անեմ, ուր գնամ, հարցնում է սարսափած Շահ Մարը ու տեսնում է, ուր ճշմարիտ հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը, փախի, շուտով ձին նստի, փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես, Շահ Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էր երկրից, աղվեսի հետևից գալիս են հարսանքավորները, գալիս են
զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։ Գալիս են չաղ-չաղ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանք առջևից ու ետևից անհամար ձիավորներ։ Հասնում են մի դաշտի, տեսնում են մեծ նախիր է արածում։ Էս ում նախիրն է, հարցնում են ձիավորները։ Չաղ-չաղ թագավորն է, պատասխանում են նախրապանները։ Անց են կենում, հասնում են սարերին, տեսնում են ոչխարի սպիտակ հոտը սարերը բռնել է։ Էս ումն է, հարցնում են ձիավորները։ Չաղ-չաղ թագավորն է, պատասխանում են հովիվները։ Անց են կենում, հասնում են ընդարձակ արտերի, էս ում արտերն են, չաղ-չաղ թագավորն է, հասնում են խոթարքների, էս ումն է, չաղ-չաղ թագավորն է, ամենքը մնացել են զարմացած, չաղ-չաղ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի։ Էսպեսով աղվեսի ետևից գալի եմ, հասնում շահ Մարի պալատներին։ Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր էր դառել, կարգադրություններ է անում, ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը։ 7 նոր 7 գիշեր էլ էստեղ են քեֆ անում ու խնամիները վերադառնում են իրենց տեղը։ Չաղ-չաղ թագավորը իր կինն ու քավոր աղվեսը ապրում են շահ Մարի պալատներում, իսկ թագավորից վախեցած շահ Մարը մինչև այսօր էլ դեռ գնում է։ Let me talk to him. Let me talk to him. Let it rain. Let me talk to him. Come on. So having 5 team.